Այս տարի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը գնացել էր մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Բացի Էրդողանից, իրենից ու Ալիևից, ուրիշ ոչ մի երկրի ղեկավար չկա, որ համ Շանհայի համագործակցության կազմակերպություն գնա, համ եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին։ Այսինքն սրանք եւ ընտեղ են իրանց գցում եւ ընտեղ։ Իրենք իրեքով Փաշինյան, Ալիև, Էրդողան։ Իդեպ ասեմ, որ այս ձևաչափումը, որ ստորագրվել է, հայ ժողովրդի համար պատմական ողբերգական փաստաթղթերից մեկը, խոսքը վերաբերվում է 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը, որով առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Այսինքն մեզ համար ողբերգական իրադարձությունները նույնպես տեղի են ունենում այս համաժողովի շրջանակներում։ Եվ ինչն է հետաքրքիր, որ այս համաժողովի անդամ երկրները որոշել են, որ հաջորդ նմանատիպ ձևաչափով հանդիպումը 8-րդ համաժողովը 2026 թվականի մայիսին տեղի է ունենալու Երևանում։ Ինչ է սա նշանակում, որ 2026 թվականի հունիսին նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ, մայիսին լինելու է նախընտրական քարոզարշավի շրջանը եւ եվրոպական երկրները, դրանց առաջնորդները հատուկ որոշել են գան Հայաստան, իրենց քաղաքական աջակցությունը ըստ էության հայտնելու Նիկոլ Փաշինյանին, իրենց այցելությամբ մասնակցել նրա քարոզարշավին, օգնել նրան, ցույց տալու, որ նա ունի միջազգային հեղինակություն եւ այլն, եւ չի բացառվում նաեւ, որ այդ առիթով Հայաստան այցելի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իհարկե իրանք միշտ չի, որ բոլոր համաժողովներին մասնակցել են, օրինակ 23 թվին Գրանադայի համաժողովին Իլհամ Ալիևն ու Էրդողանը չեն մասնակցել։ Նրանք կարող են նաեւ չգալ, բայց եվրոպական երկրները այս ձևով աջակցում են ըստ էության Նիկոլ Փաշինյանին իր հակառուսական եւ պրո-թուրքական, պրո-ադրբեջանական քաղաքականության հարցում։ Այսինքն դու արա ամեն ինչ Ռուսաստանի դեմ, արա ամեն ինչ Թուրքիայի եւ Ադրբեջանի օգտին, դե Ադրբեջանը Թուրքիայի պրոքսի պետություն է, իսկ Թուրքիան դաշնակից, ուզում եմ հիշեցնել, որ Թուրքիան այս տարածաշրջանում միակ երկիրն է, որը ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ է, այլ նաեւ Եվրամիության ասոցիացված անդամ եւ Եվրամիության մաքսային միության անդամ։ Հետեւաբար եվրոպական երկրների համար գլխավոր դաշնակիցը Թուրքիան է, եւ եթե Հայաստանը իր շահերի հաշվին ամեն ինչ անում է իօգուտ Թուրքիայի եւ իդեմ Ռուսաստանի եւ Իրանի, ապա նա այդ քաղաքական աջակցությունը ստանում է նաեւ եվրոպական երկրներից։